հանդիմանալ։ Մենք խոսում ենք քիչ առած մեր հյուրի գեղեցկության մասին, այնպես որ անհնար էր թաքցնել։ Ի վերջո դեկտեմբերի 6-ին թատրոն տանիքում պրեմիերա էր Սիրտս քեզ ջերմ ներկայացում ամանորյա կախարդակով։ Իսկ թե ինչպիսին քիչ հետո պատմելու են մեր հյուրերը։ Մեր հյուրերն են ներկայացման ռեժիսոր Արթուր Սարիբեկյանը, գլխավոր դերակատարներ Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Սամվել Բաղինյանը եւ Սուսաննա Բաղդասարյանը։ Բեր ռեժիսորը այստեղ չէ, բայց ամեն դեպքում ներկայացնում է։ Ներկայ է։ Նա սրտով է, նկարահանումների էր։ Պետք է ռեժիսորից էլ խոսենք, բայց այս պահին ինչ կմտնենք տաղավար, ուղիղ եթեր մենք խոսում ենք Սուսաննայի գեղեցկության մասին, որը անթաքույց է, հարցնում է կադրում, թե այստեղ միանշանակ ես տեսնում եմ գեղեցկությունը իմ կողքին։ Եվ նա համեստորեն ընդունեց, որ ինքը արտակարգ գեղեցիկ է։ Միանշանակ դա իմ լավագույն նշաններից է իմ համեստությունը։ Եվ պիեսում այդ գեղեցկությունը ինչպես է արտահայտվում, սիրո լեզվում։ Հա, գիտեք, իհարկե արտաքինը չի կարևոր այս պահին, այս դեպքում մեր պիեսում ավելի խորը բաներ կան, մարդու ճակատագրի, մարդարարածի միայնության մասին է խոսքը, երբ գալիս է ինչ-որ տարիք, որ մարդը իրեն զգում է մենակ, մարդը լինելով, ունենալով երեխա, թոռներ, բայց մարդը իրեն մենակ է զգում, սրանց մասին է խոսքը եւ ինչը պիտի լրացնի այդ մենակությունը, հա, ամենակարևորը դա է։ Հարատումը որտեղ պետք է տեսնի։ Որտեղ ենք, որ մենք հասկանում ենք, որ այ մի կարևոր բան կա, մի արմատական, հիմնական բան կա, որ պիտի լրացնի մենակությունը։ Սարսափելի է, չէ՞, ունենալով երեխաներ, թոռներ, թվում է սերունդ ենք ստեղծում, բայց մարդը իրեն մենակ է զգում։ Նույնիսկ այն պահին, երբ հերոսին զանգահարում է ընտանիքը, թոռները happy birthday պապիկ ասում են եւ այլն, տղան ասում է պապա ծնունդ շնորհավոր բան, բայց նա դնում է ու այդ իր մենակության մեջ ու հանկարծ Ուրեմն այսպես, ասեմ, որ շատ հաճելի անակնկալ էր ինձ համար այս բեմադրությունը պիեսի, Արթուր Սարիբեկյանին գիտեի, նույնիսկ ծանոթներ չէինք, բայց այդպես գիտեինք իրար բարև բարլուս, տղայի մի քանի բեմադրությունը նայել եմ, համարում եմ, որ նոր սերնդի մեր ռեժիսորական հետաքրքիր դեմքերից մեկն է, տաղանդավոր բեմադրիչ է, ճաշակով, խորը, եւ հավանել էի նրանից մի քանի ներկայացումներ նայել, իմ մտքի ծայրով էլ չեր անցնի, որ ես այս երիտասարդ տաղանդավոր ռեժիսորը կհետաքրքրվի իմ համեստ անձով եւ անակնկալ էր առաջարկը ներկայացման, հատկապես որ սարսափելի զբաղվածություն կար եւ Սնդուկյան թատրոնում եւ Հրազդանում մենք համագործակցում Հրազդանի դրամատիկական թատրոնում, դրանից բացի մեր Հայաստանի գրողների միության Հովանու ներքո գործող Սուրեն Քոչարյանի անվան պոեզիայի թատրոնը ոչ ավել ոչ պակաս նարեկացի էինք պատրաստում, այս բարդ ծանր իրավիճակում ես մտա այս բեռի տակ Արթուրի հետ աշխատել ենք մոտ ամիս ու կես երևի, հա։ Չէ, այդքան չի եղել։ Չէ, փորձերի առումով երևի այդքան, բայց տարածական առումով 2 ամիս շփվել ենք, բայց մի ամիս երևի ինտենսիվ աշխատանքը գնացել ենք։ Բավական ինտենսիվ եք ուրեմն աշխատել։ Գիշեր-ցերեկ փորձերը գնացել են, շատ սիրով էինք փորձում, շատ ոգևորությամբ, վեճեր եղան իհարկե, ստեղծագործական բնական է։ Ես Արթուրից շատ շնորհակալ եմ այս նվերի համար, այս անսպասելի նվերի 50-ից ավելի դերեր եմ փչացրել իմ կյանքում, երևի թե մի 3-4 դեր, որից սրտամոտ են եւ այդ 3-4 դերերից մեկը այս դերը ստացվեց զարմանալի ձևով, Արթուրը կարողացավ իմ մեջ ջարդել որոշ շտամպներ, որոնք տարիների ընթացքում բնական է բոլորի մոտ լինում են, իմ մոտ էլ կան, կարողացավ ինձ տանել մի ուղղությամբ, որը ինձ համար նորություն էր, եւ ես ուղղակի շնորհակալ եմ երիտասարդ ռեժիսորից, տաղանդավոր ռեժիսորից, որ կարողացավ այսպիսի հաճելի նվեր անել, այսպիսի հրաշալի համագործակցություն։ Հաջորդ անակնկալը ինձ համար Սուսաննա Բաղդասարյանն էր, որին բացարձակապես պատկերացում չեմ ունեցել, որ նման մարդ գոյություն ունի, որովհետև այն տարիներին, երբ Սուսաննան ավարտել է, ես արդեն Արցախի թատրոնում հերոս սիրահար էի խաղում, Ֆերդինանդ, մյուս մեկ, եւ հետագայում արդեն, երբ որ ես արդեն Լեհաստանում էի, ենթադրենք նա Ֆրանսիայում է եղել այդ շրջանում, Հայաստան գալուց հետո ես պատկերացում չունեի, որ նման դերասանուհի ընդհանրապես կա, եւ ասեմ, որ հետաքրքիր էր աշխատանքը Սուսաննայի հետ, շատ օժտված, շատ տաղանդավոր
կարծեք թե պիեսն էլ հենց ֆրանսիական է, հայկականացվել է, ամեն դեպքում հայկականացի, ես հավատացի նրա այդ կերպարին եւ դա էլ ինձ օգնեց։ Ես պատկերացնում եմ, որ ես չեմ տեսել այս դերում ուրիշ դերասանուհու եւ կարծես հենց դերը իր հակով է իր համար է գրված։ Մի հաջորդ զարմանալի բանն այն է, որ ես Միխայել Հեֆեցը լինելով Արևմուտքից, լինելով արևմտյան դրամատուրգ, այնքան ճիշտ է այս պիեսը մենակության մասին։ Մարդ, որի թոռները, երեխաները դրսում են, այնքան հայկական բան կա սրա մեջ, թեմայի առումով, այնքան մեզ բռնող ցավ, բոլոր մեր հայկական ընտանիքներում դրսում են, ինչքան մենակ ծնողներ կան, որոնք ֆիզիկապես դեռ լավ վիճակում են, բայց ուրեմն այդ ցավը մեջներն է միայնակության կարոտի, բա ինչ երբ որ ֆիզիկապես նույնիսկ ավելի այդ ծերության ծանրությունը լինի եւ այդպես, այնպես որ նպատակակետին խփեց շատ լավ աշխատել ենք, ոգևորված աշխատել ենք, հույս ունենք, որ որոշ չափով որոշ հաջողություն կունենանք եւ հանդիսատեսը կընդունի։ Մի բան կարող եմ ավելացնել, Սամվել, անընդհատ խոսում ես, թող մի բան էլ մենք ասենք։ Դա իմ մասնագիտությունն է։ Տեսեք, այստեղ բոլորը խոսացող են, դժվար է լռելը։ Տեսեք, ճիշտ է, երեխաները դրսում են բան, բայց ես մի փոքր բան եմ ուզում ավելացնել։ Գիտեք, այդ մենակությունը միջին տարիքի կամ դրանից մի փոքր բարձր մարդկանց հարցը միայն այն չի, որ երեխաները ֆիզիկապես հեռու են։ Երեխաները կարող են հենց այստեղ լինել 10 կիլոմետրի վրա, բայց մարդը իրան մենակ զգա։ Հեռավորության մեջ գուցե ավելի ջերմություն զգան կամ մոտը լինելով, դա է։ Այստեղ ավելի ճիշտ խնդիրը նա է, որ մարդը ինքը պետք է իր հոգու երկրորդ կեսին ունենա։ Երեխաները կարող են այսօր էլ եկել են ու գնացել են, բայց մեկը մարդը մենակ է, հա, դրա համար սա շատ կարևոր բան է ու երբ որ դա բեմից ասվում է, մարդկանց սրտին կպնում է, որ այդ է կարևորը, մարդը իր կեսի հետ պետք է լինի, այս փոսը պետք է անպայման լրացված լինի, այլապես մենակությունը շատ բարդ է։ Իհարկե դա այդպես է։ Հա, երկու թեման է գնում, ճիշտ է Սուսանա ջան։ Մենակության թեման ծնողների, երեխաների անտարբերությունը ծնողների հանդեպ եւ ծնողների ձգտում ունենալ դա եւ երկրորդը իհարկե ընտանիք ունենալ։ Ընտանիքը դա ինչ է, ինչպես քո հյուրասունն է ասում, երկու մարդկանց փոխհարաբերություն նախ եւ առաջ իրար գտնելու, կյանքի կեսը գտնելու հարցն է եւ հետաքրքիր է, որ այս տարիքում յուրաքանչյուրն անցից ապրել է կյանք, ունեցել է կորուստ, ձեռքբերում եւ այլն, եւ հիմա հանդիպելով այդ բարի դասերին ընդունված է, չէ՞, այնտեղ մեր մոտ էլ արդեն նման բաներ արվում է, այս ծերուկների, ծերերի մանկապարտեզը, տարեցների այս բարի խմբերը, որ ծանոթանում շփվում են, եւ այստեղ այս երկու անձնավորությունը հանդիպում են, բախվում են, կռվում են, վիճում են, հաշտվում են, գտնում են միմյանց։ Այսինքն ընտանիք ունենալը, տեսեք, մենք ասում ենք Եվրոպան փչացել է, Եվրոպան ընտանիք ոչինչ չէ, բայց եվրոպացի հեղինակների մեջ ավելի շատ է շեշտվում սա պահանջը ունենալ ընտանիք, պահանջը ունենալ իր կեսը։ Երբեմն մարդիկ հենց ընտանիք բուն ձևով, ինչպես այսպես ընդունված է, չեն կազմում երեխաներ, թոռներ չլինեն, բայց մարդիկ ընդամենը պետք է մենակ չլինեն, գտեն իրենց կեսի, այսպես ամուսնություն դրա անունը պետք չի դնենք, հենց հայկական իրականության մեջ մի տեսակ անպայման մտածում են երեխաներ ունենալ, թոռներ ունենալ, չէ, այստեղ առաջին հերթին առաջ եք մղում միասին լինելու, հոգու կանչի հետևից գնալու, սրա մասին է խոսքը, եկեք նաև հասկանանք։ Մենակ չլինելը դա է, թերևս։ Ես խնդրեմ, որ մի փոքր խոսենք կերպարների մասին, ինչ կերպարներ եք մարմնավորում եւ որքանով են այդ կերպարները խոսում հանդիսատեսի հետ։ Սկսենք դες։ Սկսենք ինձնից։ Կերպարները այսպես է, նրանք 50-ից հետո մարդիկ են, այ որ ճաշակում են այդ մենակությունը։ Հիմա կինը այսպեսին է, նա շատ էմոցիոնալ խորը կին է, բայց արտակուստ չի ուզում ցույց տա, որովհետև երբ որ արտակուստն է ցույց տա, նա կպարտվի եւ կթուլանա, իսկ տղամարդու մոտ չի ուզում թուլանա։ Իբր իր համար ամեն ինչ միևնույն է բան, բայց ներսից տանջվում է, այնչի ասենց շերտերով հոգեվիճակ ունի, անդադ թաքցնում է բան, բայց իհարկե նրա հոգու մեջ, նրա աչքերի մեջ, այդ կնոջ, այդ անընդհատ փոխվելու անընդհատ մի քանի երանգներից հասկանում ես, որ այս կինը վառվում է ներսից եւ այդ փոսի լրացման կարիքը ունի, հա, իսկ
Բաղինյանի կերպարը թողին ասի հրաշալի։ Տարբերություն են հագադիր կերպարները։ Այո, այո։ Ժողովուրդն ասում է, չէ, մեկը պետք է զանգակ լինի, մեկը բամբակ։ Կարծես այդ պահը կամ խառնվածքով տարբեր են։ Դրա համար տարբեր բևեռներ երբեմն ձգում են։ Ի տարբերություն տղամարդը ավելի նաև ի տարբերություն իմ բնավորության քչախոս է, զուսպ է, հատկապես դա զգացվում իմ կերպարը ինձ նման էմոցիոնալ չէ, սա շատ լավ է, ինձ նման էմոցիոնալ բուռն չէ, քչախոս է։ Որքանով է հաջողվել դա ձեզ։ Եկեք ամսի 10-ը խոսում է պրոֆեսիոնալիզմի։ Տարօրինակ է, ինձ համար ու հաճելի է։ Միաժամանակ այս կերպարը ավելի ներամփոփ է, հասարակական ակտիվ չէ, ինքը ձգտող չէ ձեռք բերի, այ բարի ընթացքում հայտնվում է մի ճաղատ կոնկուրենտ, որպես պարընկեր, եւ ինքը թողնում, քաշվում է մի կողմ, չի պայքարում, այդպիսին է ինքը իր էությամբ։ Այսինքն իրեն բլուտ չի գցում եւ այս մարդու ողբերգությունը նրանում է, որ ինքը երիտասարդ ժամանակից երազել է ընտանիք ունենալ, զարմանալի բան է, ընտանիք ունենալ, ընտանիքը նրա համար ամեն չէ։ Եվ այնպես է ստացվել երեխաները, տղաները իրենից հեռու են թորները, կինն էլ հայտնի չէ, կամ հրաժեշտ է տվել այս աշխարհին, հեռացել է, չկա կինը, կամ գուցե բաժանվել է հավանաբար, որտեղ ինչ որ տրավմա կա իր մեջ, կամ կինը թողել հեռացել է։ Ու այս մարդու մեջ կա այդ բանը։ Դրա համար եւ նա, եւ այս մարդը գնացել են այդ բարի խումբ, որպես այնտեղ շփվել, գերագույն նպատակը իբր բարել սովորելն է, բայց բարել սովորելը չէ, շփվելը որտեղ մարդը իր էությամբ հասարակական արարած է, նա պետք է շփվի։ Հրաշալի էր ասում մի պիեսում, չեմ հիշում, որ ասում էր «Գեղանկի գերագույն նպատակը մարդկանց հետ շփվելը, նրանց ծառայելը, լավություն անելը, մարդկանց օգնելն է»։ Ապշելու բան է, որ խորանում ես իրոք գերագույն հաճույք է, երբ դու մարդուն ձեռք ես մեկնում, երբ դու մարդուն ինչ-որ բանով օգնում ես, դա մեծ բան է։ Եվ այստեղ այս մարդը հանդիպում է այս կնոջը։ Եվ ի դժբախտություն են մենքսի կատաստրոֆիկ սարսափելի բաներ ունի այս կինը, որ սրան զայրացնում է սարսափելի, ունից հանում է, բայց նաև ինքը սկսում է դուք արդեն խաղում եք դերը։ Միչայելովին կերպարը ճիշտը որ ասեմ ինձ նման է, այսինքն հա այդպես ստացվել է, լրիվ չէ, իհարկե ոնց կարող է լրիվ լինի, բայց այնտեղ բաներ կան, որ ես ինձ տեսնում եմ այդտեղ այդ կերպարում, դրա համար ինձ շատ լավ ճանաչող մարդիկ հնարավոր է, որ որոշ ժեստեր, բաներ խաղի ժամանակ հիշեն, որ կրկնակի շահած է պիեսը փաստորեն։ Եւ ես շատ շնորհակալ եմ իհարկե Արթուրին Սարիբեկյան, որ ինձ առաջարկեց այս դերը, ես հեռավոր Ֆրանսիայում աշխարհի ծայրում գտնվում էի ու հանկարծ նման առաջարկ ստացա, պիեսը ուղարկեցին, կարդացի, սկզբի թատրոնի տնօրինությունը առաջարկեց, հետո ռեժիսորը զանգեց, պիեսը ուղարկեց, բան ասում եմ լավ, ինչի ես էլի Հայաստանում այդքան լավ դերասանուհիներ կան էլի, չէ, ինձ դժվար էր շուտ գալ, որտեվ գործեր ունեի բան, բայց չէ, մենք կսպասենք ու այնքան շնորհակալ եմ Արթուրին, տնօրինությանը, իրանք ինձ մի տարի ուղիղ սպասեցին այս պիեսի համար։ Եկեք մի քանի բառով հենց ձեր գործունեության մասին խոսենք, քանի որ առիթ է եկել եք Հայաստան, ինչպես եք համագործակցում, հիմնականում արտերկրում եք կարծեք թե։ Գիտեք, այդ հարցին ամեն անգամ ես ամեն տարի տարբեր ձևով եմ պատասխանում, որովհետև գիտեք, ինձ սկզբից ստացվում էր, որ դե արդեն ընդհանուր առմամբ 21 տարի է ես Հայաստանում չեմ։ Դրա համար Սամվել Բաղինյանը ինձ չի ճանաչել, որովհետև մենք տարբեր ժամանակներ բարեբախտաբար չի ճանաչել։ Փորձերի ժամանակ շատ ենք։ Տեսեք, աչքերը ոնց է փայլում, որ ինձ չի ճանաչել։ Հա, այսպես սկզբից ասեմ, որ հիմնականում Ֆրանսիայում էի, մի քանի տարի երկար ժամանակ չէի գալիս, հետո սկսեցի կամաց-կամաց սկսել գալ, տեխնիկական հարցերի պատճառով էր, որ սկզբից չէի գալիս, հետո սկսեցի գալ, հետո մեկ էլ հոպ սենց առաջարկ եղավ, հեռուստանովելի առաջարկ եղավ, մեկ այլ առաջարկ եղավ, հետո մոնո ներկայացում արեցինք Հակոբ Ղազանչյանի հետ, իմ գրած պիեսներ, այդ եղավ, դա էլ հաջողություն ունեցավ, հյուրախաղեր բան, ու կամաց ոնց որ ես նորից այն որ կորած գառնուկի նման իր բանից այն կողմ էր ընկել, հանկարծ ոնց որ նորից շողուլի է գալիս է ընկնում է այդ ռելսի վրա ու ասում են ախր էս աղջիկը, որովհետև
գիտեք, թատրոնը ու արվեստը դա հաց ու ջրի նման պետքական բան է, կենսական անհրաժեշտություն, երբ որ դու դրանից զուրկ ես, դու թառամում ես, հա։ Իսկ Արթուր Սարիբեկյանը կենթանություն նորից այս անգամ իր ձեռքով, թեթև ձեռքով նորից իմ կենսական անհրաժեշտությանը բերեց, հա։ Շատ շնորհակալ եմ, շատ, այսպես։ Լսենք ձեզ։ Ես ուղղակի կուզենայի շեշտել 3 հանգամանք։ Առաջինը անսպասելի նվերը, այս իրոք հրաշալի պիեսում, իրոք հրաշալի այս դերը խաղալու երջանկությունը, որ մեծ հաճույքով ստանձնել եմ, աշխատել եմ, իրոք հաճույք եմ զգացել եւ աշխատանքից եւ անհամբեր սպասում եմ հաջորդ անգամ երբ են խաղալու։ Երկրորդը Արթուրին, ինչպես Սուսաննան ասեց, շնորհակալ եմ վստահելու համար, հետաքրքիր աշխատանքի համար եւ ինձ օգնելու համար բացահայտելու այս կերպարը։ Երրորդ հանգամանքը մեծ հաճույքով շփվել եմ որպես խաղընկեր Սուսաննայի հետ, իմպուլսները նրանից եկող։ Փոխադարձ պահեր են եղել, որ ինչ որ հանգամանքներ ճիշտ չեն, հակադիր են եղել մեր ընկալումը, ստեղծագործական վեճեր եղել են, դա նորմալ է, դա ճիշտ է։ Եվ ուրախ եմ նրան որպես խաղընկերուհի բավական օգնում է ինձ եւ շատ հաճելի դուետ է ստացվել եւ կասեմ նաեւ որ ինչ որտեղ ցավ եմ զգում որպես թատրոնի մարդ որ ինքը դուրս է մնացել Հայաստանից որովհետեւ կարող էր շատ հետաքրքիր գործեր անել եւ կարող էր իսկապես իր արժանավոր տեղը ունենալ մեր լավագույն դերասանուհիների մեջ այդ կտրվածությունը դա է ուզում հասկանալ ու ասել հա կտրվածության առումով ես շատ եմ սիրում իմ սերնդի դերասաններին շատ եմ սիրում ինձնից լավ դերասաններին ինձից լավ դերասանուհիներին եւ ինձ համապատասխան ինձ հավասար եւ նաեւ որոշ չափով ինձնից մի քիչ ավելի օժտված ասելս այն է կատակում ենք ասելս այն է որ յուրաքանչյուր օժտված դերասան մեր թատրոնի համար գանձ է յուրաքանչյուր օժտված դերասան մեր թատրոնի համար ուրեմն երևույթ է եւ անհրաժեշտություն է դրա համար ասեցի որ ցավալի է որ ինքը դրսում է եղել միշտ եղեք ձեր արժանի տեղում արժանի բեմեր ձեզ երկուսի ու առհասարակ մեր թատերաշխարհի ներկայացուցիչներին լավ ենք մաղթում ձեզ շնորհակալություն մեր տաղավար գալու համար շնորհակալ ենք անչափ ձեզ լավ օրվա շարունակություն ենք ցանկանում եւ մեր հեռուստադիտողին հիշեցնենք եւս մեկ անգամ որ դեկտեմբերի 6-ին թատրոն տանիքում պրեմիերա է Սիրտս քեզ ջերմ ներկայացում ամանորյա կախարդանքով իսկ թե 13-ին եւ 13-ին եւ 14-ին, այո։ 20-ին, 21-ին։ 20-ին, 21-ին։ Հիշեցնում են մեր հրաշալի հյուրերը։ Այո, պրեմիերան եղավ։ Մեր Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Սամվել Բաղինյանն էր մեր հյուրը եւ գեղեցկու եւ ֆանտաստիկ դերասանուհի Սուսաննա Բաղդասարյանը։ Շնորհակալ ենք անչափ։ Մնացեք Կենտրոն հեռուստաընկերության եթերում։